արունահոսում էի շատ բազմաթիվ տեղերում հիմա մարմնիս վրա վնասվածքներ ունեմ։ Լրագրող Հակոբ Կարապետյանն նահազանգում է, անցած ուրբաթ իրեն ծեծել են Facebook-ում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո։ Լրագրողը շաբաթներ առաջ անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին, որի մասին պատմել էր Ազատությունը։ Տարածելով նյութը, լրագրողը եզրահանգել էր, թե նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է։ Ասում է, այդ գրառումից հետո Facebook-ով իր հետ կապվել է քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, սկզբում վիրավորել, հետո էլ անցել հայհոյանքների։ Արձագանքեցի եւ նաեւ ուրեմն համապատասխան ձևով հրավիրեցի ավելի բարեխիղճ, ավելի բարեկիրթ գտնվել անծանոթ մարդկանց հետ շփվելիս, ուրեմն ի պատասխան ստացա արդեն հայհոյանքներ իմ ընտանիքի, իմ, չգիտեմ, մերձավորների հասցեին եւ այլ, եւ բլոկ արեց մարդը։ Կարապետյանը, ով քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն էր, դիմել է քաղաքապետարանի աշխատակազմին, հորդորելով կարգի հրավիրել իրենց աշխատակցին։ Ասում է, սակայն դիմումը անարձագանք է մնացել։ Հետո գտել է պաշտոնյայի Ավետ Բաբայանի կոնտակտներն ու զանգել նրան։ Ներողության փոխարեն քաղաքապետարանի աշխատակիցը ասում է, շարունակել է հայհոյանքներն ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները։ Ոչ միայն հայհոյանքներ, այլ սպառնալիքներ, չգիտեմ, այնքանից կանեմ դեմդ չես տեսնի, այ ակնոցավոր ես կարգի աշխարհընկալմամբ մարդու հետ գործ ունենք եւ ոտքերդ կջարդեմ եւ այլն, տեղը տասական ոտերդ ջարդեմ, բան իսկս մի բառի բուն իմաստով փողոցային վարքագիծ եւ իհարկե ես չեմ կարող չասել, որ իր ուրեմն հնչեցրած հայհոյանքների պատասխանը ինքը ստացել է։ Բանավոր սպառնալիքներից հետո, ասում է, անցած շաբաթավերջին աշխատանքից հետո իր վրա դիմակավորված մի քաղաքացի է հարձակվել ու ծեծել։ Համոզված է, բռնության կազմակերպիչը հենց քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատարն է։ Անկյունից միանգամից մի մետրի վրա հեռավորության վրա դուրս եկավ եւ սկսեց հարվածել, պարզ է մթության մեջ, ես էլ ակնոց եմ կրում, բանը այդ Բաբան Ավետիքի ասած շուրիկ եմ էլի, հա, այդ աշխարհընկալման տեսանկյունից եւ ակնոցս ընկավ եւ այդպես չէի կարողանում լավ պաշտպանվել, բայց ամեն դեպքում այդպես նաեւ օգնություն կանչեցի։ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ներգործության հոդվածով։ Գերատեսչությունից հայտնում են, որ այս պահին նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ չհաղորդելով։ Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնում են, որ 3 հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մեկին, նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ գերատեսչության խոսնակի, հայտնաբերվել է եւ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան։ Ներքին գործերի նախարարությունից սակայն չեն բացահայտում ձերբակալվածի ինքնությունը։ Ես կարծում եմ, որ սա ուրեմն հանրային գործունեության հետ կապ ունեցող հարձակում է եւ ես իհարկե պետք է պնդեմ եւ միջնորդություն ներկայացնեմ, որ մաքսիմալ կերպով կամ վերաձևակերպվի հոդվածը կամ այդ խստացնող հանգամանքները հաշվի առնվեն։ Ինքը Ավետ Բաբայանն այսօր հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով, թե զբաղված է։ Ավելի վաղ նա Civilnet-ի հետ զրույցում հերքել էր, թե ճանաչում է Կարապետյանին ու նրա հետ նամակագրություն է ունեցել։ Մինչդեռ լրագրողը պնդում է, ունի Բաբայանի հետ նամակագրությունը եւ դա փոխանցել է նախաքննական մարմնին։ Միջադեպին նաեւ քաղաքապետարանից են հրաժարվում անդրադառնալ։ Խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր Ազատությանը միայն փոխանցեց, թե կճշտեն, կհասկանան։ Այս պահի համար ավելացնելու այլ բան չունեն։ Մինչ այդ Ավետ Բաբայանը շարունակում է պաշտոնավարել։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք, տրանսպորտի հետ կապված ստուգման ենք եկել։ Ըստ խոսքի Ազատության պաշտպանության կոմիտեի Հայաստանում վերջին ամիսներին ավելացել են լրագրողների ու լրատվամիջոցների դեմ ճնշումները։ Միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին ճնշման 36 դեպք է արձանագրվել, 11-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից։ Բռնության 2 դեպքերը իրավապահների կողմից են եղել։